Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը հնարավոր է կանգնի դատարանի առաջ։ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա հարցաքննվել է։ Մեղադրանք առաջադրել են մի քանի օր առաջ, մեղադրանքին ծանոթացել են, դիրքորոշում հայտնել են, որ մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Հարությունյանի պաշտոնավարումը կասեցվել է, նրան արգելվել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Լիազորությունները կասեցված պաշտոնյան պնդում է քննչական կոմիտեին ներկայացրել է փաստական բոլոր ապացույցները, որոնք ամբողջությամբ հերքում են մեղադրանքը։ Նախաքննական մարմնից սակայն մանրամասներ չհայտնեցին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը իմ գլխավորությամբ գործել է բացառապես օրենքի շրջանակներում ի օգուտ Երևանի, եւ այդ բոլոր փաստերը ներկայացված։ Հետքը գրել էր, որ 2023 թվականին Երևանի քաղաքապետարանն ու Impex ՍՊԸ-ն պայմանագիր են կնքել մրցույթի մասնակիցներից Regionstrojservice ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները։ Քաղաքապետարանը ցածր գին առաջարկած Impex-ի հետ 9,636,480 դրամի ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր է կնքել առանց մրցույթի, հաշվի առնելով հրատապ կարիքը։ Երբ բողոքարկման գործընթացի ավարտից հետո մերժվել է ընկերության հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին Impex-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում։ Քաղաքապետարանի տեխնիկական բնութագրում սակայն եղել է պահանջ պայմանագրի որակավորման եւ կատարման ապահովումները ներկայացնել բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը սահմանելով 10 տարի։ Օրեր անց քաղաքապետարանը Impex ընկերությանը ուղարկել է պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցում։ Գնումների օրենսդրությունն ասում է, թե համաձայնագիր ուղարկում ես, իրանք պայմանագրի ապահովումը եւ որակի ապահովման երաշխիքները, դրանք են բանկային երաշխիքները, պետք է տրամադրեն։ Իրանք հրաժարվել են տրամադրելուց, պայմանագիրը օրենքի ուժով լուծվել է։ Մինչ պայմանագիրը միակողմանի կլուծվեր, Impex ընկերությունը դիմել է դատարան պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի գործողությունները։ Ընկերության տնօրեն Միքայել Շահնազարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ներկայացրել են երկու հայց, որոնցով արդեն դատավճիռ կա։ Մեկը վերաբերում է քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելուն, մյուսը երաշխիքի ժամկետին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել թե ճանապարհային նշանների տեղադրման պայմանագրի միակողմանի լուծումը, թե 10 տարվա երաշխիքի պահանջը։ Դատարանը մի դեպքում քաղաքապետարանին պարտավորեցրել է Impex-ին վճարել 90,000 դրամ, մյուս դեպքում հօգուտ ընկերության բռնագանձել 180,000 դրամ։ Պետական ֆինանսավորման եւ կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը խնդրահարույց է համարում Երևանի քաղաքապետարանի գործելավոճը։ Նրա խոսքով գնումների գործընթացում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պայմանավորված են ինչպես տեխնիկական բնութագրերով, այնպես էլ պայմանագրերի կառավարման եւ ամբողջ գործընթացի նկատմամբ հսկողության բացակայությամբ։ Արդյունքում տուժում են քաղաքացիները, որոնք կոնկրետ այս դեպքում պետք է ճանապարհային նշաններ ունենային փողոցներում, որոնք կարգավորեն երթևեկությունը եւ հետիոտների շարժը, սակայն տեսնում ենք, որ խնդիրներ են առաջացել։ Փորձագետը խնդրահարույց է համարում նաև տեխնիկական բնութագրում ներկայացված 10 տարվա երաշխիքի պահանջը։ Ինչպես են հիմնավորել, որ 10 տարի երաշխիք է հարկավոր, չէ՞ որ այդ երաշխիքը ծախս է այդ երաշխիքը ներկայացնողի համար։ Դատարանը մինչև քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը արգելել է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների ձեռքբերման նպատակով գնման գործընթաց նախաձեռնել։ Քաղաքապետարանը չի ենթարկվել պահանջին, ներկայացնելով գնման հայտ։ Վազգեն Հարությունյանը պարզաբանում է, այդպես են վարվել ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները չձախողելու համար։ Գնման հայտը ներկայացնելուց մոտ 1 շաբաթ անց ես ստացել եմ Impex սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի հիման վրա հայցի ապահովում կիրառելու դատական ակտ, ինչով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել, մինչև հիմնական հայցով վերջնական դատական ակտի կայացումը։ Վազգեն Հարությունյանը ասում է, որ որպես վկա հարցաքննվելիս հայտնել է նաև Impex ընկերության կողմից առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ։ Միքայել Շահնազարյանը պնդեց, որ իրենք կեղծ տվյալներ չեն ներկայացրել։ Արտակ Քյուրումյանի համոզմամբ անհրաժեշտ են կարգավորումներ, որպեսզի պաշտոնյաները կամայական կերպով պահանջներ չներկայացնեն գնման գործընթացի մասնակիցներին։ Եթե այդ կարգավորումները լինեին եւ եթե գործընթացի նկատմամբ պատշաճ հսկողություն լիներ, հավանաբար այսպես չէին խորանա իրավիճակները։ Factor TV-ն պարզել է, որ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունիսին հրատապ բաց մրցույթով պայմանագիր է կնքել այն նույն ընկերության հետ, որը վիճարկել էր ճանապարհային նշանների տեղադրման մրցույթի արդյունքները։ Երևանում ճանապարհային գծանշումների իրականացման համար Regionstrojservice ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի արժեքը 335,400,000 դրամ է։
Այս ընկերության 100%-ի բաժնեմասի սեփականատերը եւ տնօրենը Հակոբ Ստեփանյանն է։ 2018-ից 19 թվականներին նա, ինչպես նաեւ ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով նախնական համաձայնությամբ կազմակերպել եւ կատարել են խարդախություն, խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաեւ կազմել եւ օգտագործել են կեղծ փաստաթղթեր։ Սա հայտնել էր հատուկ քննչական ծառայությունը։ Վազգեն Հարությունյանի խոսքով այդ պայմանագիրը նման տեխնիկական բնութագրով եղել է մինչեւ իր վարչության պետ նշանակվել է, իսկ արդեն իր նշանակումից հետո փոփոխություն է կատարվել, ժամկետը դարձնելով 1 տարի։ 2023 թվականի օգոստոսի 1-ին, այսինքն այն ժամանակ, երբ տրանսպորտի վարչության պետը Հարությունյանն էր, Impex ՍՊԸ-ն քաղաքապետարանից ստացել է ծանուցում մարտին մոտ 5 միլիոն դրամի չափով կնքված պայմանագիրը միակողմանի լուծելու մասին։ Այս մասով եւս դատարանը վճռել է քաղաքապետարանից հօգուտ Impex ընկերության բռնագանձել ավելի քան 5 միլիոն դրամ։